Հայ առաքելական Սուրբ եկեղեցում այս գիրակին մեծ պահքի 4-րդ գիրակին էր։ Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մորի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայոյանքից եւ այլ մեղքերից։ Թխչումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ եւ քավիչ զորությունը ստանալու։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին այս օրերին փորձությունների միջով է անցնում, ու պահեցողության այս ընթացքում դժվար է չհուսահատվել, չչարանալ։ Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեվոր հովիվ արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը նշում է. Ընդհանրապես, յուրաքանչյուր քրիստոնյա երբեք չպետք է հուսահատվի։ Հուսահատությունը թերահավատության նշան է։ Ամեն շաբաթ տարբեր եկեղեցիներում միասնական ժամերգություններ են տեղի ունենում։ Հոգևորականները հավատավոր հայ ժողովրդի հետ աղոթում են հայ ազգի, հայ եկեղեցու, քրիստոնյայի ամրության ու հավատքի զորացման համար։ Աստված մեզ հետ է, իսկ եթե Աստված մեզ հետ է, մեզ հակառակ ոչինչ չկա։ Իսկ մեծ պահքի ընթացքը լավագույն առիթն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որպեսզի ինքնամաքրմամբ, խոստովանությամբ եւ զղջմամբ դեպի Աստված գնա եւ Աստծուն իր մեջ վերագտնի, իսկ Աստծուն վերագտնելու լավագույն միջոցը դա աղոթքն է։ Տեր Մաղաքիան կարծում է, որ եկեղեցին արդեն հաղթահարել է փորձությունները, իսկ եթե չի էլ հաղթահարել, կհաղթահարի։ Եկեղեցին միշտ հաղթել է, միշտ եղել է հաղթանակած, որովհետեւ եկեղեցին մարդկային կառույց չէ, եկեղեցին Աստված է հիմնել, իսկ Աստվածահիմն եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ գործող կառույցը չի կարող բարդվել։ Պահեցողությունը լավագույն առիթն է, որ մարդն իր մեջից դուրս թողնի բացասականը, որը քրիստոնյային հարիչ չէ, վերագտնի այն ամուր հավատքը, որն ուներ, փորձի ապրել Աստծո կամքի ու խոսքի համաձայն։ Այս ընթացքը օգտագործի, որպեսզի ինքն իրեն ճանաչի եւ նաեւ ճանաչի Աստծուն, վերագտնի կորցված այն ամուր հավատքը, որ ուներ, իսկ այժմ չունի, մնա հավատարիմ Մայր եկեղեցուն, սիրի իր հոգևոր առաջնորդներին, սիրի յուրաքանչյուր քրիստոնյայի եւ փորձի այս պահքից սկսած ապրել Աստծո խոսքի եւ Աստծո կամքի համաձայն։